Բարև ձեզ։ Մի քանի թեմաների կանդրադառնանք, երկար ժամանակ է նաև ձեզ հետ չենք զրուցել եւ թեմաները շատ են։ Եվ կարծում եմ ճիշտ է սկսել հենց այս հարցից։ Վերջապես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ եւ հերթական անգամ շնորհավորանքի չարժանացավ, դե չի շնորհավորել, ասում է Նիկոլ Փաշինյանը, բայց այդ դեպքում ասում է ում հետ էր հեռախոսով խոսում, հիմա սրան էլ կանդրադառնանք եւ երեք ազդարարեց Նիկոլ Փաշինյանը, որ եթե այս հարցը չլուծվի, սա լինելու է ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Հիմա պետք է խնդրեմ մանրամասն ներկայացնեք ինչ է նշանակում, երբ որ մենք կորցնում ենք այս շուկան եւ ինչն է հատկանշական, երբ հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել, որ հեռախոսազրույցի, այսպես ասենք, բովանդակությունը եղել է հիմնականում այս շուկայում խնդիրները, բայց ռուսական կողմն էլ հստակ Աստանայում դեռևս իրենց արած հայտարարությունը, 4 երկրների հայտարարությունը եւս մեկ անգամ վերահաստատում են։ Դե հանրաքվե արեք, ԵԱՏՄ-ում եք թե Եվրոպական միությունում։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Մարիամ, սկսեմ հենց այդ վերջինից, ինչու, որովհետև հանրաքվե հասկացողությունը, երբ որ ուրեմն ասում են հատկապես եւ Պուտինը այդ զրույցի ժամանակ, ինքը առանձնացնում է հայ ժողովրդին այսօրվա իշխանություններից։ Ասում է, որ եթե իրականում այս իշխանությունը որոշել է, որ պետք է գնա դեպի Եվրոմիություն, որտեղ առանձնապես ոչ մի այսպես ասած հանցանք չկա, եթե դուք կարող եք եւ դու ձեզ պատրաստ են ընդունել, բայց մյուս կողմից ասում է լավ, եթե դուք իսկապես այդպիսի որոշում ունեք, դա պետք է հաստատի հայ ժողովուրդը։ Ուզում եմ հիշեցնեմ մեր որոշ անհավատ մարդկանց, որ վերջիվերջով այս վերջի ընտրությունները որքանով էլ դրանք լավը չէին, այսպես մեղմ ասենք, հա, ապա 750,000-ի մոտ մարդիկ ձայն չտվեցին ԿՊ-ին, հա։ Դա նշանակում է, որ ինքը հասկանում է, որ եթե գնա հանրաքվեի հիմա, ինքնին կարող է ուղղակի պարտվի շատ լուրջ ձևով։ Եվ այդ պարագայում ինքը փորձում է հասկանալ, թե արդյոք կարող է էլի նույն այս կոնֆիգուրացիայով, այս կեղծիքներով կամ չգիտեմ նորից էլի ահաբեկելով, մարդկանց ուրեմն կալանավորելով եւ այլն, հասնի իր բաղձալի ուրեմն արդյունքին։ Խիստ կասկածում է ինքը եւ դրա համար նույնը հավանաբար գիտեն եւ Կրեմլում եւ դրա համար իրեն ասում են դե գնա հանրաքվե արա, որ մենք համոզված լինենք, որ դա հայ ժողովրդի որոշումն է։ Ուրեմն հայ ժողովուրդը պետք է հասկանա, ինչպիսի ճակատագրական որոշում պետք է կայացնի, որովհետև ինչու եմ դա ասում։ Եթե պատկերացնենք, որ այո, ասեցիր գնում ենք Եվրոմիություն, որը մեզ պատրաստ չի ընդունելու։ Շատ կարևոր հանգամանք է։ Որևէ ձևով այդպիսի լուրջ հրավեր Հայաստանը չի ստացել։ Այն ստանդարտները, որոնք գործում են Եվրոպայում, Հայաստանը դեռ տարիներ, տասնյակ երևի տարի պետք է անցնի, որպեսզի կարողանա համապատասխանել այդ ստանդարտներին։ Երրորդը, ես ասում եմ ամենապոզիտիվ բաների մասին։ Երրորդը այն է, որ Եվրոպան չի պատրաստվում եւ չի կարող վերցնել իր վրա այն ամբողջ ուրեմն կոմպենսացիան, այսպես ասած, որը կորուստներ է ունենալու Հայաստանը ԵԱՏՄ-ից հրաժարվելու եւ Ռուսաստանին իրեն թշնամի դարձնելու։ Ես սա ուզում եմ հատուկ շեշտեմ, որովհետեւ այս պարագայում, երբ որ ամբողջ Եվրոպան 50 երկիր պատերազմ է մղում եւ ուզում է անպայման պարտության մատնի Ռուսաստանին, եթե դուք միանում եք այդ կազմին, այդ կամպանիային, այսպես ասած, դուք դառնում եք Ռուսաստանին եւս մեկ թշնամի։ Եթե դուք դա համարում եք նորմ, ուրեմն պետք է այդ քայլին էլ գնալ։ Եթե դուք գտնում եք, որ դուք այդպես կարող եք։ Ես այստեղ հաճախ Օդեսայի սուր խոսքերը կան, Օդեսայում շատ հետաքրքիր եւ անեկդոտներ են ծնվում եւ նաեւ շատ հետաքրքիր արտահայտություններ կան։ Շատ լավ են ասում, ես մի հատ ռուսերեն ասեմ, հետո թարգմանեմ, ասում եմ, «Пацан, у тебя есть деньги, чтобы так себя вести?» Հիմա տղա, դու ունես այդքան փող, որ քեզ այսպես պահես։ Այսինքն դու ընդհանրապես այդ բոլոր հնարավորությունները արդեն հավաքել իրար գլուխ բարձրացրել ես եւ տեսել ես, որ դու այդպիսի հնարավորություն ունես, ասում ես ես հա պատրաստ եմ քեզ հետ ուրեմն մենամարտի գնալու։ Այսպիսի խնդիր է դրված հայ ժողովրդի առջև։
Հետո բացի դրանից, եթե մենք վերցնում ենք հետևյալ հանգամանքը, լավ, Ռուսաստանը այսքան տարի մեզ սպասարկել է, ես դա պարզ եմ ուզում ասեմ, շատ ավելի էժան ուրեմն գազով, ատոմակայանի սպասարկումով, էլեկտրոէներգիայի ուրեմն արտադրանքի հետ կապված եւ այլն։ Հələ մի հատ ձեզ հարց տվեք, էլի, Ռուսաստանը այս տարիներին այստեղից ինչ է տարել։ Իմիջիալոց երկաթ գիծը, որը մեր անգամ մասնագետների ասելով հողի վրա էր, վերջիվերջով այսօր մեր հայկական երկաթգիծը աշխատում է շատ լավ եւ մեծ ներդրումներ է եղել, որի հաշվին այսօրվա երկաթգիծը արդեն ժամանակակից մակարդակի է հասել։ Հիմա հարց եմ տալիս, ինչ է տանում Ռուսաստան Հայաստանից։ Մի հատ ձեզ հլա հարցրեք, որ տալիս է էժան գազ, դրա փոխարեն այստեղից ինչ է տանում։ Ընդամենը լոյալ վերաբերմունք դեպի Ռուսաստան։ Եվ որովհետև եթե մենք հիմա վերցնենք մեր հանքարդյունաբերությունը, որը համարենք, որ այստեղից են ինչ-որ բաներ կորզում եւ տանում, ապա դա էլ է սուտ, որովհետև այն ամենը ինչ-որ մենք կարող էինք վերամշակեինք, հա, եւ դարձնեինք պրոդուկտ եւ ուրեմն այդ դեպքում շատ ավելի մեծ արժեք կունենար դա էլ չենք անում։ Այսինքն մենք այս տարիների ամբողջ 35 տարվա ընթացքում չենք արել այն, ինչ որ անհրաժեշտ է, որպեսզի մեր պետությունը ունենա իր շատ հզոր հնարավորությունները եւ կարողանա ինքնուրույն ինքնաբավի մոտ գա, դա հաստի դեպի ինքնաբավ պետության։ Իսկ որ այդ հնարավորությունները մենք ունենք, դրանում կասկած չունենանք։ Եթե մի օրինակ էլ վերեմ, նորից անցնեմ այդ հարցին։ Ոչ ոք շատ քչերը այն ազգերն են, որոնք ունեն մեծագույն հարստություն, դա որը կոչվում է ինտելեկտուալ հարստություն։ Աշխարհով մեկ հայերը հայտնի են իրենց տաղանդներով։ Աշխարհով մեկ հայերը տալիս են ինտելեկտի պրոդուկտը, այսինքն մեր մտավոր սեփականությունը ահռելի մեծ նշանակություն ունի։ Ինչը մենք չենք օգտագործել առ այսօր։ Մենք չենք օգտագործում Սփյուռքի բոլոր հնարավորությունները հայ ժողովրդին միավորելու եւ այլն եւ այլն եւ այլն։ Սրանք օրակարգային հարցեր են, որոնց ես հիմա նորից հետո մի փոքր ուշ կանադառնամ, երբ որ խոսքը գնա այսօրվա անդիմության գործողությունների վերաբերյալ։ Ուրեմն հիմա վերադառնանք ԵԱՏՄ-ին։ Տեսեք, ամեն ինչ պետք է ոչ թե ես ինձ դուր է գալիս, թե դուր չի գալիս, այստեղ քաղաքականության մեջ այդպիսի հասկացություններ չկան։ Այլ պետք է տեսնել, ես կարող եմ, թե չեմ կարող։ Հիմա վերջին ամիսների արդյունքները պարզ, որոնք որ երևում են, ներողություն։ Հունվար ամսին, արդեն ես դրա մասին ասել եմ, բայց ես ուզում եմ ավելի հստակ հնչի։ Հունվար ամսին միայն 100 միլիոն եվրո մի տեղից վերցեցին, 170 միլիոն համաշխարհային բանկից վերցեցին, դա էլ բավարար չէր, նաև OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամից 80 միլիոն եվրո բյուջեի դեֆիցիտի մասամբ ծածկելու համար։ Դուք հասկանում եք, որ մենք չունենք այն հիմքը, որի հիման վրա մենք կարողանանք ասենք, որ այո, այսինքն մենք անընդհատ հույսներս դրել ենք նրա վրա, թե ով է մեզ պարտք տալու, ով է մեզ ինչ-որ ձևով գրանտ տալու եւ այլն, բայց տենց պետություն չի լինում, եղբայր։ Այսինքն, եթե մենք մի ամսվա մեջ մեր մի պարտքը դարձրել ենք արդեն 350 միլիոն, դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Ուրեմն, ել չեմ ասում, որ դրա դիմաց դուք որևէ քայլ չեք արել, որպեսզի այդ 350 միլիոնից շահույթ ստանաք եւ այդ շահույթի հաշվին փակեք ձեր պարտքը։ Այստեղ պարզ երևում է, որովհետեւ եթե գնում է բյուջեի դեֆիցիտի մասամբ փակելուն, այն 100 միլիոնը գնացել է թոշակները 10,000-ով ավելացնելուն եւ այլն։ Այդ պարագայում դուք ինչի մասն եք խոսում։ Հիմա համաշխարհային բանկը, որը միշտ եղել է Հայաստանին, այսպես ասած, հովանավորող եւ ամեն անգամ իրեն վարկեր տրամադրող եւ այլն։ Տեսեք ինչ է ասում համաշխարհային բանկը հիմա։ Ասում են մայիսին ամբողջ էքսպորտի ծավալը կրճատվել է 15%-ով։ Մի ամսվա մեջ։
Դուք հասկանում եք, ահռելի գումար է, որովհետև եթե դուք վերցնեք թե ինչից է բաղկացած այդ 15%-ը, կտեսնեք, որ դա հիմնականում եկել է գյուղմթերքների եւ վերամշակող արտադրանքի վրա։ Եթե 15% մի ամսում է կրճատվել, այն էլ համաշխարհային բանկն է ասում, ուրեմն կնշանակի, որ դուք հունիս եւ հուլիս ամիսները հիմա կգա սեպտեմբեր, օգոստոս, սեպտեմբեր, դուք պատկերացրեք, թե դրա անկման արդյունքում ինչ ենք մենք ունենալու։ Եվ այստեղ միայն այն պատճառով, որ ես գիտես ինչ, ես չեմ ուզում ուրեմն Ռուսաստանից կախման մեջ լինեմ, ես ուզում եմ Եվրոպայից կախման մեջ լինեմ։ Ինչ տարբերություն որտեղից ես կախված։ Եվ այս պարագայում շարունակում է համաշխարհային բանկը, ասում է, ուրեմն տեսեք ինչ օրինակ է բերում, ասում է առևտրական ցանցերի գոյություն ունեցող այստեղ 90%-ը տիրապետում են 4 խոշոր կամպանիաներ։ Էդիկ լավ է թե վատ, դրա հիմա ինքը եզրակացությունն անում է, ասում է, որ դա թույլ չի տալիս, որպեսզի ձևավորվեն արդար գներ, որովհետև եթե ես ընդամենը 4 կամպանիա է տիրապետում այս ամբողջ առևտրային ցանցը, կորպորատիվ համաձայնության գալը շատ հեշտ բան է։ Եվ առավել եւս, որ եթե որևէ այսպես լուրջ ուրեմն մրցակցություն չկա, ինքնին հասկանալի է, որ ոնց որոշեմ, այնպես էլ կանեմ։ Եվ դրա համար այս գնաճը, որը մենք տեսնում ենք այդ ցանցերում, ահռելի գնաճ։ Ուրեմն կնշանակի, որ դա հենց դրա համար է, որ կորպորատիվ շահերը իրենց լրիվ բավարարում են եւ պաշտպանում են։ Հիմա այս պարագայում մենք մտածում ենք նրա մասին, որ շուկան, տեսեք, ճիշտ լուրջ գործարարը, չէ, շատ լուրջ գործարար Գագիկ Ծառուկյանը, որը ասում է, լսեք, շուկան ձեռք բերելը դա մեծ աշխատանքի շնորհիվ է, կորցնելուց հետո նոր շուկա ձեռք բերելը անհնար է մի անգամից մի ամսում կամ անգամ մի տարում կամ 2 տարում։ Մենք դա փորձից ելնելով նա մարդ ասում է։ Ես կանադառնամ նաև մեր քաղբանտարկյալներին ու ես հիմա դա ուղղակի որպես օրինակ բերեցի։ Հիմա տեսեք, այս պայմաններում մենք ունենք հետևյալ մի հատ իրավիճակ։ Կաթնամթերքի 78%-ից ավելին արտահանվում էր Ռուսաստանի դաշտություն։ Արդեն տասնյակ տնտեսագետներ բացատրել են, որ եթե մեզ համար դա 78% է, Ռուսաստանի համար դա 0.3%-ն է կազմում ընդհանուր շուկայում։ Այսինքն իրենց համար ոնց որ են ճանճը գա մի հատ գցի ու գնա։ Դրանից ոչ մի բան իրենց չի լինելու։ Ինչ լինելու է, մեզ է լինելու, մեր գյուղացուն է լինելու, մեր տնտեսվարին է լինելու, մեր արտադրողին է լինելու։ Եվ այս պարագայում անընդհատ խոսել, տեսեք, մենք արդեն Պապոյան նախարար, մենք արդեն Արաբական Էմիրություններում վաճառում ենք ուրեմն այսինչ բանը, մենք այսինչ տեղում Չինաստանում չգիտեմ ինչ եւ այլն։ Մի հատ ծավալների մասին ասա։ Մենք երկրորդը արդյոք դուք այնտեղ կարողանում եք մրցակցություն ունենալ իսպանական ուրեմն Ծիրանի հետ կամ չգիտեմ այն մյուսի եւ այլն։ Դուք կարողանում եք դա անեք։ Նրանք արդեն գրավել են այդ շուկան։ Եվ հենց այնպես իրենց այսպես ասած ցանկությամբ ձեզ չեն նվիրելու։ Եվ այդ պարագայում դուք եթե այդ ծավալները չեք ապահովում, դեք չեք կարող ապահովել, ուր եք մտնում ես պատմության մեջ։ Հիմա ուրիշ օրինակ վերեմ ձեզ։ Խոսքը գնում է թե այ գազը որ թանկացնեն, մենք կգնանք, չգիտեմ, Իրանը կտա մեզ, Թուրքմենստանը կտա, խողովակը կառուցված է, ժողովուրդ։ Հա, կա արդեն այդ խողովակը, որը պետք է ավելացնի գազի մատակարարումը Հայաստան։ Բա որ եթե չկա, ուր եք այդ արդեն այդ ներողություն այդ լոպազ ելույթներ ունենում։ Ուրեմն կնշանակի անգամ եթե տեսեք համատության համար մենք Իրանի Իսլամական Հանրապետությունից առ այսօր ստանում ենք ընդամենը ուրեմն 400 միլիոն խորանարդ մետր գազ, 400 միլիոն, որը իդեպ ասած դառնում է էլեկտրոէներգիա, մենք վերադարձնում ենք այդ էլեկտրոէներգիան Իրանի Իսլամական Հանրապետությանը։
Ռուսաստանից մենք ստանում ենք 2 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր գազ։ Տարբերությունը զգացիք։ Հիմա այդ որպեսի դուք Ադրբեջանից անգամ ստանաք, Ադրբեջանից խողովակ արդեն կառուցված է։ Չեմ խոսում նրա մասին, որ ինչ թելադրանքի ու ինչ խայտարակ մի հատ ուրեմն ահաբեկիչ գործողությունների եք արժանանալու, երբ որ դուք սկսեք ստանալ Ադրբեջանից։ Տեսեք ինչ է անում, ասում է պարզ են ասում է, մենք չենք այդ նարատիվները բերում, ոնց որ Նիկոլն ուզում է ասի, որ մենք ենք նարատիվները։ Պարզ Ադրբեջանի ղեկավարը իր տեղակալները, իր այդպես ասած պատասխանատուները պարզ ասում են, մինչև չլինի սահմանադրության փոփոխություն, մենք խաղաղության մասին պայմանագիր չենք ստորագրելու։ Պարզ։ Այս սրանից ավելի ինչ ասեն, որ դուք հասկանաք։ Հիմա հանրաքվեի։ Այո։ Իսկ հիմա հանրաքվեի հետ կապված։ Օրակարգում արդեն կա երկու հարց։ Սա արդեն ընդդիմությանն եմ ուզում անդրադառնամ։ Այդ երկու հարցը մեկը սահմանադրության հանրաքվեն է, մյուսը ԵԱՏՄ, այսպես ասած, այդ ընտրության հետ կապված։ Երկրորդ հարցը շատ արհեստական է։ Շատ արհեստական, որովհետև իրականում առարկան չկա։ Իրականում առարկան չկա։ Այսինքն Եվրոմիությունը միայն խոստումներ է ձեզ տվել եւ իրականում այն ուրեմն ահռելի կորուստները, որ դուք ունենալու եք ԵԱՏՄ-ից դուրս գալու, ինքը փոխհատուցման հնարավորություն չունի ընդհանրապես եւ չի էլ ցանկանում այդ բանը անի։ Ուրեմն հիմա ստացվում է հետեւյալը. օրակարգը ձևավորվում է նաեւ ընդդիմության կողմից։ Ընդդիմությունը առ այսօր չի ցույց տալիս իր միասնական գործողությունները։ Ես ուզում եմ հատուկ շեշտեմ, որովհետև արդեն անցել են ընտրությունները եւ մենք այն ժամանակ համարում ենք, որ ոչինչ չասենք իրենց գործողությունները չգնահատենք, որովհետև այդ ամենը կաշխատի ի հօգուտ այս գործող իշխանության։ Բայց հիմա պետք է արդեն պարզ ասել, որովհետև եթե դուք շարունակելու եք այդ նույն սխալները եւ հիմա կատարել, ուրեմն կնշանակի ընդամենը մեր հաշվին եք անում այդ ամենը։ Եթե անգամ ժողովուրդը ձեզ վստահել էր, որովհետև դուք ամեն օր կանգնում ասում եք կրելու ենք, հաղթելու ենք, հա, եւ հետո եկաք հասակ այս վիճակին։ Ինչու՞։ Եկեք այդ հարցին ամենապարզ պատասխանը տանք։ Ով է ձևավորել այս համակարգը սկզբնական աղբյուրում։ Նախկին իշխանությունները, ովքեր որոշակի մասնակցում էին այս ընտրություններին, որոնք շատ լավ գիտեին, թե այդ համակարգը ոնց է գործում։ Եվ 2015 թվականին, երբ որ ընդունվում էր այս սահմանադրությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եզակիներից էր, որ ասում էր չի կարելի այսպիսի սահմանադրություն ընդունել։ Չի կարելի, որովհետև չի կարելի մեկ անձի ձեռքում կենտրոնացնել բոլոր իշխանական լիազորությունները։ Գնացին, ընդունեցին։ Ինչ ստացանք։ Եկավ մի մարդ, որը նստեց այդ հաթոռին, ասեց նայեց, ասեց ես էլ կարամ, ես կարամ, ամեն ինչ կարամ, ելեն չի եմ ես որևէ մեկին հարցնում անեմ, թե չանեմ։ Այսինքն անվերահսկելի իշխանություն։ Մեկ, երկրորդը հիանալի ձևով ուրեմն կատարելագործեց այդ համակարգի կարողությունները, ամբողջովին կենտրոնացրեց իր ձեռքում, ենթարկեց իրեն, ոմանց աշխատավարձով, ոմանց ահաբեկելով, ոմանց ուղակի ինչ որ շահագրգռելով եւ այլն, պաշտոն տանով եւ այլն, բոլորը հիմա հլուհնազանդ այս համակարգը գործում է այդ իշխանության այդ մարդու համար։ Ով էր մեղավոր։ Եվ հիմա հասկանալով, որ այդպիսի համակարգը կա եւ կա Վահագն Հովակիմյան, որը նույն այդ հլուհնազանդ կատարողն է լինելու։ Դուք գնում եք սահմանադրական դատարան, որ իբր այնտեղ արդարություն գտնեք։ Լծակներից մեկն է, պարոն Սարգսյան, չի կարելի չօգտագործել։ Մի րոպե, ես հասկանում եմ, որ լծակներից մեկն է, բայց ամենագլխավոր լծակը ժողովուրդն է։ Այն ժողովուրդը, որը վստահեց ձեզ։ Մենք
ընդամենը մինչ ընտրություններ առաջարկեցինք շատ པարզ բան։ Ասեցինք, որ գիտեք ինչ, պետք չի որ դուք ամբողջ միասնական մի ուժով հանդես գաք, բայց անհրաժեշտ է որ ժողովուրդը տեսնի, որ դուք միասնական գործողություններ եք իրականացնելու։ Եվ դրա համար ընդամենը մի հատ հուշագիր ստորագրեք, որտեղ ընդամենը պետք է գրված լիներ, որ դուք անցնելով խորհրդարան ձևավորելու եք կոալիցիոն կառավարություն, կոալիցիա եք կազմելու։ Երկրորդ հարցը չեք միանալու ԿՊ-ին եւ երրորդը միասնական ձևով, միասնական գործողություններով վերահսկելու եք ընտրությունների արդյունքները, որպեսզի ունենաք 2005 արձանագրություն եւ կարողանաք հստակ ասել որտեղ է եղել ղալբություն, որտեղ է ֆալսիֆիկացիա եւ այլն։ Չարեցիք ոչ նա, ոչ նա։ Երրորդ հանգամանքը մի րոպե Մարիամ։ Երրորդ հանգամանքը մի վարքյան։ Երրորդ հանգամանքը նա էր, որ հետընտրական գործողությունները նույնպես պետք էր անել միասնաբար։ Չկա այդ միասնաբար գործողությունները։ Եվ այս առումով հիմա շարունակել խորհրդարանում նույն բոցավառ ելույթներ ունենալը, դա ժողովրդին այլևս ոչ մի կերպ չի բավարարում։ Մենք հիմա պետք է ունենանք օրակարգ, ընդդիմության օրակարգ պետք է ունենանք, որը պետք է հստակ ասի, թե ինչպիսի քայլերով է պատրաստում, այլևս քննադատել այսօրվա իշխանությունը չքննադատել անիմաստ գործողություն է։ Փողոցն ու ԱԺ-ն իրար չեն խանգարում, պարոն Սարգսյան։ Իսկ ով է ասում, որ խանգարում են։ Բայց հիմա մի քանի հարցեր ուղղակի։ Չէ, մի րոպե, արի ավարտենք, որովհետև սա շատ կարևոր հարց է։ Այստեղ բավական չի, որ մենք ամեն անգամ ուրեմն խնայելով մեր ընդդիմությանը ոչ ասենք։ Մենք ասում ենք, որ այս ամբողջը պետք է անել բոլորի հնարավորությունները օգտագործելով։ Իսկ վերամբարձ այդպիսի մոտեցումը մենք շատ ենք, մենք լավն ենք, մենք փողը շատ ունենք, մեզ բավարարում է, չաշխատեց։ Դրա համար այսօրվա, որ ես ասում եմ ոչ թե նրա համար, որ ֆիքսեմ այդ ամենը, ես ասում եմ, որպեսզի այս սխալները չշարունակվեն։ Եվ եթե մենք օրակարգում ունենք այդ երկու խնդիրը, հիմնական խնդիրը, ընտրություններ այլևս դեռ չունենք, ուրեմն այդ պարագայում միասնություն կարելի է ապահովել այս երկու հանրաքվեի, այսպես ասած, ուրեմն առարկայի վերաբերյալ միասնական գործողությունների ծրագրով։ Այս սա է, որ պետք է հիմա իրականացվի։ Եվ այս պարագայում, այո, անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի հանրային մի հատ այսպիսի խորհուրդ, որը որ անպայման աջակցելու է այս ընդդիմությանը։ Եթե տեսնեն, որ իրականում դուք գնում եք առարկայական գործողությունների, այդ պարագայում նույն հանրային աջակցությունը կլինի, եթե ոչ, չի լինի։ Հիմա նորից գալով, իր երեկվա այդ հայտարարությունը նախնական զրույցում ասացիք լոպազանում է ըստ էության։ Այո։ Հիմա Ռուսաստանը առաջիկայում էլ ավելի կխստացնի այս իրողությունները եւ որ ինչպիսի պատասխան կլինի ըստ ձեզ։ Չէ, եթե լոպազությունը ցավոք սրտի մեր ազգին որոշ հատվածին շատ բնորոշ է, պարզվում է, որ նաև այսօրվա այս իշխանություններին է բնորոշ, ես ցավում եմ, բայց ուղղակի դրա մասին ասեմ անցնեմ, որովհետև իրոք չեմ կարողանում հասկանալ։ Մարդիկ, հարյուրավոր մարդիկ վճարում են միլիոններ, մինչև 8 միլիոն դրամ, որպեսզի իրենց ուրեմն մեքենայի համարը լինի 0001։ Այս լոպազությունը որտեղից։ Ինչի համար, որ ինչ եք դուք դրանով ուզում ձեզ, դրանով եք դուք որպես էություն կայանում, հա։ Բայց այսպիսի իրավիճակ ես օրինակ որևէ մի ազգի մոտ չեմ տեսել։ Միայն ու միայն հետամնաց ժողովրդի մի հատված կարող է այդպիսի քայլի գնա։ Եթե անգամ շատ մեծ գումարներ ունի։ Հիմա ինչ վերաբերում է թե այս պարագայում այդ լոպազությունը որտեղ է արտահայտվում է նաև այս իշխանության ուրեմն գործողությունների մեջ։ Չեղա արդեն ասեցինք, չեղած տեղը որոշել են մենամարտի դուրս գան, ԵԱՏՄ-ի ասում է, եթե այս մեր հարցերը չլուծվի, ԵԱՏՄ-ի վերջը կգա։ Այն որ ասում է հավերը կծիծաղեին, հիմա դա է։ Այսինքն, ինչ է քո կարողությունները, եթե դու հանգարց ԵԱՏՄ-ից դուրս գաս, հենա Ռուսաստան ասեց, ինձ ոչ մի բան էլ քեզնից պետք չի։ Ինչ եղավ, Ռուսաստանը հանգարց փլվում է դրա պատճառով, նա տնտեսությունը մեծ կորուստներ է ունենում դրա պատճառով, թե դու ես ունենում։ Վերջիվերջով, այս ամբողջի հիմքը տնտեսական համակարգն է,
եւ այդ տնտեսական զարգացման հնարավորությունները։ Ինչով եք գլուխ գովում։ Եկեք այս ձեր վերջի տվյալները նույնպես բերենք։ Եթե այս ահռելի շինարարության ծավալը չլինի, որը վնասարարություն է մեր երկրի համար։ Ես պարզ ասում եմ, այսքան Երևան քաղաքը այսքան մեծացնելը, սա ուղղակի վնասարարություն է։ Որովհետև հանրապետության ժողովրդին կենտրոնացնել մայրաքաղաքում, դա նշանակում է, որ դուք վաղը չեք ունենալու համապատասխան պարիսպներ եւ ամրոցներ, որոնք պետք է լինեն ձեր ուրեմն սահմանամերձ շրջաններում։ Սա նույնպես պարզ է, չէ՞։ Ում համար եք այսքան կառուցում։ Ու ինչի եք այսքան ահռելի մեծացնում, երբ որ ինքը արդեն ասես խեղդվում է, քաղաքը խեղդվում է փոշու մեջ, խեղդվում է այս բոլոր հնարավոր մեքենաների քանակի մեջ եւ այլը եւ այլը եւ այլը։ Մի հատ էստակադա կառուցեցիք այս 8 տարվա մեջ։ Մի բան, ռեալ բան արեցիք, որպեսզի մենք հասկանանք, որ դուք իսկապես իշխանություն եք, որը մտածում է երկրի ապագայի մասին։ Այս առումով նորից վերադառնալով արդեն իրոք այդ հարցին, թե լոպազությունը որտեղ է արտահայտվում, դա է ԵԱՏՄ-ն ընդհանրապես ախել չի քաշելու, եթե հանգարց Հայաստանը ընդեղից դուրս գա։ Եթե Հայաստանը դուրս չգա, իրեն են հեռացնելու։ Եթե սեն շարունակվի, այս ձեր ասածների հիման վրա, ուղղակի տարբերությունը մեկն է։ Ես դա ուզում եմ եւս մեկ անգամ շեշտեմ։ Եվ Պուտինն է դա շեշտում եւ այն որոշումը, որը Աստանայում իրենք ընդունել էին։ Իրենք ասում են լավ, Փաշինյանը մի կողմ, ժողովուրդը մի կողմ։ Այսինքն մենք դիմում ենք հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդ, դու ինքդ ընդունիկ, թե որն է ճիշտ քո ճանապարհը։ Դու ինքդ ասա, այս ճակատագրական պահին դու ինչ ես ուզում անես։ Այդ պարագայում մենք կհարգենք քո որոշումը։ Կընդունես, որ դու ուզում ես դուրս գաս ԵԱՏՄ-ից կամ ուզում ես սա էլ ասում է մենք հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալու կարիքը չունենք։ Եղբայր դու կարիքը չունես, իրենք ունեն։ Եթե դու ԵԱՏՄ-ից դուրս գալու կարիքը չունես, ուր ես այս ամբողջ կամպանիան սկսել։ Եթե դու անընդհատ պետք է ասես, որ մենք հիմա դու ես որոշում, որ մենք ոնց որոշենք, այնպես էլ լինի։ ԵԱՏՄ-ն ունի իր կանոնադրությունը, ոչ ոք չի վիճում դրա հետ։ Բայց այդ դեպքում ինքը այնտեղ հստակ ասում է, չէ՞, եթե դուք գնում եք այս ճանապարհով, դուք հիմա արդեն վերակառուցում եք ձեր տնտեսական ֆինանսական համակարգը, որը հակասում է ուրեմն ԵԱՏՄ կարգավիճակին եւ ԵԱՏՄ կառուցվածքին։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն ժողովուրդ մի զարմացեք, երբ որ մեզ ասում են, թե գնացեք ուրեմն կողմնորոշվեք, որովհետև եթե դու արդեն որոշում ես կայացել, ուրեմն ազգային ժողովը այդպիսի օրենք է ընդունել, եւ դու ասում ես, որ ես գնալու եմ դեպի Եվրոմիություն ստանդարտներին համապատասխանելու, այն մարդիկ ասում են, լսի, այդ ճանապարհին, որ հենց դու սկսեցիր, այդ ճանապարհի սկզբից արդեն դու հակասում ես մեր կարգերին։ Մենք էլ մի ուրիշ կառույց ենք, մենք այսպիսի կանոններ ունենք, ուրեմն այդ պարագայում կամ դու այստեղ ես կամ այնտեղ ես։ Այս սրա մասին է խոսքը։ Պարոն Սարգսյան, իրենք բղավում են, որ խաղաղություն են բերել, սահմանին խաղաղություն է, կրակոցներ չկան, բայց մենք տեսնում ենք մահերը բանակում, սարսափելի իրողություն է։ Վերջին ահազանգներից մեկը այն է, որ 19-ամյա երիտասարդի են ուղղակի ծեծի ենթարկել, մի պահ այցելել էր, դեռևս շատ հաղորդագրություն չկա, ՊՆ-ն շատ արագ փորձեց հերքել, որ այո, հոսպիտալում է, բայց ուրիշ պատճառով, բայց մայրը կոնկրետ ասում է, որ երեխայի դեմքը դեֆորմացված է իր, ավելին Ազատության հետ զրույցում մայրը ասում է, որ որդին ասում է, ու ինչ զորամաս ուզում եք ինձ ուղարկեք, խնդրում եմ, էլ հետ չգնամ, այսինքն սա ազդակ է, չէ, որ ինչ է տեղի ունենում բանակի ներսում։ Եվ երեք Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ վերանշանակվելու է Սուրեն Պապիկյանը իր պաշտոնում։ Իրեն իր մյուս ասացին ասենք, անդրադառնանք, ասեց հանրության մեջ եղած հարաբերություններն են, որ այսպիսի իրավիճակ է։ Լավ։ Բա իշխանության պարտականությունը եւ դերակատարումը ինչու՞մն է հանրության նկատմամբ։ Հանրությունն էլ երեխայի նման դաստիարակության կարիք ունի։ Ինչ հրամցնես, այն էլ կստանաս։
Եթե դու եկար ասեցիր 3 միլիոն վարչապետ ամենաուրեմն այս ձևով Հայաստանում կա, այդ բոլոր ով ինչ իրենից ինչ էր ներկայացնում, չէր ներկայացնում, բոլորին թվաց թե հա իրանք ամեն ինչ կարող են, այս սոցիալական ցանցերում ինչ հայհոյանքներ գնացին, կանայք ինչպիսի իրավիճակ ստեղծեցին եւ այլ, այս ամբողջը որտեղից է գալիս։ Այս դանակահարությունների շարքը, կրակոցների, չգիտեմ ինչ եւ այլն, այդ հանրությունը եթե բարձի թող ես անում, եթե ամբողջ ոստիկանական համակարգը աշխատում են լրիվ ուրիշ խնդիրներ ապահովելու համար, ինչ եք ուզում բա։ Եթե որևէ մի անգամ իշխանության ղեկավարը հանդես չի գալիս, թե ինչպիսին է պատկերացնում այսինչ այնինչ ուրեմն վիճակը կամ երևույթը ինչպես պետք է կարգավորվի։ Հա, պարզ է, որ այս հասարակությունը, որը ի դեպ ասած անընդհատ թարմացվում է, որովհետև մեծ մասը հեռանում է կյանքից, այն մյուս մասը, որը եկել է, դեռ լդեր կարիք ունի դաստիարակվելու։ Եթե իշխանության ղեկավարը ինչ ձևով բացատրեմ, հայտարարում է պատերազմ է հայտարարում հայ առաքելական եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոսին, այդ ոնց եք պատկերացնում, անպայման կլինի այն հատվածը, որը կասի հա, բա իհարկե եւ այլն։ Եթե դուք հիմա սկսել եք անօրինական գործողություններ, անգամ անօրինական այն առումով, որ հանկարծ հիշեցիք, որ Գագիկ Ծառուկյանը ունի այսինչ այսքան ունեցվածք։ Գագիկ Ծառուկյանը ընթացքում ունեցել է, եւ եթե ինչ որ բանում հարցեր կային, ապա 8 տարվա ընթացքում կարելի էր շատ հանգիստ առանց ձերբակալելու, կալանավորելու, առանց ձեռնարկությունները փակելու, 10,000 մարդկանց անգործ թողնելու եւ աշխատավարձից զրկելու, այդ ամենը կարելի էր անել, բայց որովհետեւ դուք այդպիսի կարիք չունեք, այդ վրեժի զգացմունքն է աշխատում ընդամենը։ Բայց իհարկե պետք է ստանաք այսպիսի վիճակ։ Բայց եթե դուք ամեն մի խոսքի համար Արմեն Աշոտյանին կարող եք 4 անգամ տանեք նստացնեք, չգիտեմ, ուղակի Չալաբյանին ինչ որ մի բան հնարեք, եսի այն մյուսին Բագրատ Սրբազանին մինչև այսօր պահեք որպես մեղադրյալ եւ այլն, այնքան շատ են, որ արդեն չգիտես։ Արեգնաս Մանուկյանին կնոջը լավ, ասենք թե եթե անգամ պատկերացնենք, լավ, պատկերացրեցինք։ Այն անչափահաս երեխայի հետ, որ ինքը շփվի, ինչ է նրա միջոցով բան է փոխանցելու կամ ստանալու։ Էս է ձեր քաղաքական վիճակը։ Սա է, չէ, որ անդրադառնում է երիտասարդների պահվածքին, երիտասարդների ընդհանրապես ընկալմանը, կյանքի փիլիսոփայությանը եւ այլն։ Ես հիմա չեմ ուզում այստեղ, չգիտեմ, մենտորի դերում հանդես գամ։ Բայց սա է իրավիճակը։ Եվ իհարկե բանակը նույնը։ Այսինքն բանակում դուք խաղաղություն չեք ապահովել, ախր։ Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ իսկապես թշնամին դուրս կգա մեր տարածքից, մենք վերջապես կկարողանանք իրավունք կունենանք իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ իդեպ ասած։ Արցախի հիմնահարցը նույնպես պահպանել որպես օրինական ձևավորված միավոր, որովհետև հիմա խեղաթյուրվում է ամբողջովին այդ հարցը, որովհետև այսօր Ալիևի հենց միայն ասածից կարելի է պարզ հասկանալ, որ Մինսկի խմբի ուրեմն վերացումը նրա ցանկությունն է եղել ու հայկական կողմը համաձայնվել է դրա հետ, որովհետև Մինսկի խումբը երբևիցե չի հրաժարվել քննարկել Արցախի հիմնահարցում նրա կարգավիճակի հարցը եւ երբևիցե ոչ ոք չի ասել, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ, որովհետեւ եթե այդպես լիներ, չէր լինի Մինսկի խմբի համանախագահությունը եւ չէր լինի այսքան տարիների բանակցային գործընթացը։ Այսքան պարզ չէր լինի անկլավ հասկացողությունը, որովհետեւ չի եղել անկլավ սովետական միության տարիների ընթացքում։ Չի եղել ուրեմն Տիգրանաշենի հետ կապված որևէ խնդիր, որովհետև դա ընդամենը եղել է մի հատ քոլիկներից սարկած մի հատ տեղ, որտեղ որ ասել են դե լավ, չոբաններ են, բերել են, թող արածացնեն, թող ապահեն եւ այլն։
Այսպիսի իրավիճակում դուք ուզում եք որպեսզի հանրային ուրեմն այնպիսի ուրեմն դաստիարակման մակարդակ լինի, որը թույլ չտա անել այն, ինչ որ դուք պետք է անեք։ Դրա համար էլ բանակում այն ինչ որ լինում է, շահկապված է ձեր կրթական համակարգի հետ, ձեր կատարած աշխատանքի, այսպես կոչված դաստիարակչական, եւ նաեւ դրա հետ, որ մարդկանց տեսեք կա արդեն այն չարության վրեժի արտահայտումը, որը ունի իշխանությունը, որը ինքն է ցուցադրում։ Նույնը կատարվում է այդ երեխաների մոտ։ Եվ այս առումով է, որ իհարկե չի կարող այսօր համարվել, որ մենք ունենք այն բանակը, որը կապահովի մեր անվտանգությունը։ Ներքին գործերի նախարարը եւս վերանշանակվելու է իր պաշտոնում, այն իրականության մեջ, երբ ամբողջ երկիր ուղակի հանցագործության մեջ վխտում է, սպանություններ օրը ցերեկով եւ վերջին ԿՊԱ-կանի մասնակցությամբ դրվագը հայոյել, հետո ծեծել են իրար եւ այս է արդյունքը։ Կխնդրեմ նաեւ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Գիտեք, մենք արդեն բազմիցս ասել ենք, ես անկեղծ ասած մեծ ցանկություն չունեմ անընդհատ շարունակել քննադատել այս իշխանությունները, որովհետեւ դա դառնում է անիմաստ գործողություն, բայց ֆիքսել արդեն պետք է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ այսպես որ շարունակվի, ինչ է լինելու մեզ հետ բոլորիս, որովհետև ներքին գործերի նախարարությունը առաջին հերթին պետք է ապահովի երկրի հասարակության ամենամեծ հատվածի հիմնական օրինական մարդկանց, ուրեմն հանգիստ եւ ազատ կյանքը, ինչը այդպես չի, հա, որովհետեւ ոստիկանական եւ քննչական մարմինները ուրեմն կարող են միանգամից կատարել հրահանգ եւ այդ համակարգում հենց հրահանգն է աշխատում, ոչ թե օրենքի պահանջը, այլ հրահանգը։ Ուրեմն այս պարագայում, երբ որ մենք տեսնում ենք, որ այդ բեսպրեդելը, որը կա քաղաքական դաշտի նկատմամբ միանգամից տեղափոխվում է նաև այս դաշտ, ոչ մի տարբերություն, որովհետև եթե մենք հիմա պետք է մտածենք ոնց մեր երիտասարդությանը զուրկ պահենք այդ թմրամիջոցներ օգտագործելուց, որը ցավում եմ շատ արդեն մեծ ծավալի է հասնում, որ մենք զերծ պահենք նրանց դաստիարակելով, որպեսզի նրանք դանակ չունենան իրենց ձեռքում, հատկապես դպրոցականները եւ անգամ 17-18 տարեկանները եւ իրար հետ չփորձեն հարաբերությունները բարձել հենց զենքով եւ դանակով կամ չգիտեմ կռվով, այս ամբողջի մասին է պետք մտածել եւ գնահատել ներքին գործերի նախարարության աշխատանքը բավարար անգամ ես ուղղակի չեմ կարող ել չեմ ասում նրա մասին, որ ինչ է իրանց հիմնական գործողությունները, այն քաղաքը, որը խեղդվում է ավտոմեքենաների ուրեմն քանակից, գալ եւ անդադ պատժել նրանց, ովքեր չեն կարող, անգամ մի 5 րոպեով կարող են միտեղ կայանվել, դրա համար պատժվել։ Գնալ ուրեմն զբաղվել նրանով, որ տեսնեն ով է ինչպիսի մի հատ ինչ որ սխալ քայլ արել, դրա համար դրան նորից պատժել եւ այլն, բայց իրականում, հա, անել այն ինչ որ անհրաժեշտ է, որպեսզի մենք իրոք զգանք, որ մենք ապրում ենք ազատ երկրում, այդպիսի իրավիճակ չկա, այդպիսի հնարավորություն անգամ մենք չենք ստեղծել մեզ համար։ Այնպես որ այս համակարգը ես նորից վերադառնալով ուզում եմ ասեմ, համակարգը արդեն այն դասականի ասած խիարը ծուռա աճել։ Հիմա այդ խիարը արմատով պետք է դուրս հանես, գցես նոր խիարա պետք ուրեմն աճեցնել։ Էս է հարցը։ Եթե համակարգը չփոխվի, ոչինչ չի փոխվելու։ Դե բայց այդպես էլ լինելու է, ուրեմն բարոյական նորմերը ուրեմն 0 են համարյա, ով ինչ ուզես կարող է ասի, խորհրդարանում մեկը մյուսին ինչ ասես կարող է ասի, այդ հատկապես իշխանական թևից կարող են ամեն տեսակի գործողություն քայլեր եւ վիտակներ կպցնել, պարզ է որ այդպես է, ինչ տեսնում է երիտասարդը հեռուստաէկրանին այդ սերիալներից, ինչ տեսնում է ազգային ժողովից, ինչ տեսնում է այո իր ելույթներից, իր պահվածքից, այդպես էլ վարվում է։
Օրինակ են նրանք։ Իր տիկինը վերջերս ահազանգում էր, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում եւ անմիջապես դատախազությունը ընթացք տվեց։ Դուք Արեգնազ Մանուկյանի դեպքը հիշեցիք։ Իսկ խոշտանգում է արդյոք Արեգնազ Մանուկյանը, խոշտանգում են Սևազգեստ մայրերը, խոշտանգում էին, երբ որ Եղրաբլուրից նրանց քարշ էին տալիս։ Այս թեմաների հետ կապված։ Ես ամբողջ ատեմ։ Ունի Աննա Հակոբյանը, պարոն Սարգսյան։ Ես կանանց գործողությունները աշխատում եմ չմեկնաբանել ընդհանրապես, ուղղակի ասեմ հետևյալը։ Այն ինչ որ դա փարիսեություն է, բացահայտ փարիսեություն, որովհետև եթե հանկարծ մտահոգվել եք կանանց այս կամ այն իրավիճակից, ապա նույնքան կամ ավելի շատ պետք էր մտահոգվել այն ամենից, ինչ որ կատարվել է կանանց հետ այս ձեր կառավարման տարիներին։ Երբ որ բողոքի հետևից հատկապես սևազարդ կանանցից, որոնք որ մայրեր, որոնք կորցրել են իրենց երեխաներին եւ իրենց բողոք անհայտ կորած ծնողները, անհայտ կորածների ծնողները, որոնք անընդհատ բողոք են անում եւ չեն կարողանում որևէ ռեալ պատասխան ստանալ։ Այդ մայրերի իրավունքները ով պետք է պաշտպանի։ Այդ մայրերի եւ այդ կանանց վերջապես օրինական պահանջները ով պետք է կատարի։ Դրա համար ես ասում եմ այն ինչ որ հիմա խոսք է գնում այս կամ այն իրավիճակի հետ կապված, դա փարիսեություն է։ Բացահայտ։ Այնպես որ մի բան ասենք, մենակ թե մի մասն էլ կարող է հավատալ, մի մասն էլ կասի այո, ճիշտ է, ոնց որ հիմա կան մարդիկ։ Ես մի օրինակ բերեմ, երբ որ նայում ես թե օրինակ ամենայն հայոց կաթողիկոսին ինչի մեջ է ուզում մեղադրի կամ հոգևոր դասի ներկայացուցիչներին, որ իրենց սեփական որոշումներ կայացրել։ Բա ո՞նց պետք է լիներ, իսկ եկեղեցին իր ինքնուրույնությունը ինչ է կորցրել է, սահմանադրությամբ ինքը ունի այդ իրավունքը եւ այդ իրավունքը իրականացրել է։ Ինչ կա տեղ զարմանալու։ Այո, իր դասի անձին, այո, զրկել է, որովհետեւ այդպես է ինքը գտել, որ դրա համար համապատասխան ուրեմն պատճառներ կան։ Եվ այս պարագայում խոսել, որ տեսեք, այնտեղ ուրեմն անհրաժեշտ է ինչ որ մի անգամից արձագանքել դատախազության կողմից, որովհետև դա Աննա Հակոբյանն է, իսկ այստեղ երբ որ խոսքը գնում է ոչ մեր, այսինքն իրենց կողմնակիցներից, ուրեմն դրա մասին կարելի է չխոսել, չլռել։ Եվ իհարկե դա ուղղակի զարմանալ կարելի է կամ նույն մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված։ Արեգնազ Մանուկյանին, այո, ինչ որ մի կարծիք հայտնեցիք, հետո որևէ գործողություն եղավ դրանից հետո, հասակ հետևական եղաք այդ հարցում։ Ոչ։ Այնպես որ այս փարիսեությունը մտել է նաև մեր հասարակության որոշ խավի մեջ եւ երբ որ խոսքը գնում է նրա մասին թե մեկը ինձ կոմենտներում գրել էր քեզ շատ հարգում էինք, բայց որ Գայիկ Ծառուկյանին պաշտպանեցիր, ես ոչ թե օլիգարխներին էի պաշտպանում, այլ մարդկանց, որոնք որ իրենց նկատմամբ անօրինական վրեժառու գործողություններ են իրականացվում։ Եվ հիմա էլ եմ գտնում, որովհետև եթե պատճառը նա է, որ նա մտել է քաղաքականություն եւ ասել է, որ քո աչքի վերևը ունք կա, դրա համար դու պետք է նրանից վրեժ առնես, ուրեմն դա արդեն աննորմալ իրավիճակ է, որտեղ վաղը կգան քո ես ընդհանրապես այդ ֆեյքներին կամ չգիտեմ այդ մարդկանց ովքեր որ թաքնվում են այդ սոցցանցերում, ասում եմ, ուզում եմ մի անգամ ասեմ ու դրանով ավարտեմ, որովհետև եթե տղամարդ եք, որ ուզում եք ինձ բան ասեք, մի հատ եկեք իմ առջև կանգնեք ու ասեք։ Տեսնեմ կունենաք այդպիսի ցանկություն կամ հնարավորություն։ Եվ վերջին հարց, պարոն Սարգսյան, մեր ռազմագերիները շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտում, սարսափելի տեղեկություններ են գալիս, Սիրան Մուսահակյանը վերջերս ահազանգում էր վնասվածքների մասին, որոնք ճիշտ է Կարմիր խաչը չի գործում Ադրբեջանում, բայց այս տեղեկությունները կան եւ չկա որևէ խոսք այս իշխանության կողմից ռազմագերիների խաղաղության են գնում եւ մեր հայրենակիցները այնտեղ խոշտանգում են։ Դավիթ
Մի քանի տարի մենք դրա մասին խոսում ենք եւ դրա համար եմ ասում, որ անիմաստ է այս իշխանություններին դիմել, իշխանություններին ամոթանք տալ, չգիտեմ, պախարակել եւ այլն։ Անիմաստ է։ Այստեղ շատ հստակ գործում է նրանց այսպես կոչված փիլիսոփայությունը, որը կոչվում է ամեն գնով խաղաղություն։ Այդ խաղաղությունը ամեն գնով չի լինում եւ ընդհանրապես արդեն բոլորս հասկանում ենք ինչ է նշանակում։ Ինչ վերաբերում է ես ուզում եմ հատուկ շեշտեմ եւ գնահատենք Սիրանուշ Սահակյանի գործունեությունը, այդպիսիները մեր հասարակությունում կան եւ ես շատ ուրախ եմ, որ այդ երիտասարդները իրոք կան եւ նրանց ապագայի համախմբումը շատ բան կարող է փոխել մեր իրականության մեջ։ Այդպիսի մարդկանց համախմբումը իսկ իրենք շատ են եւ պետք է արժանավույնը տալ, որ ոնց է հետեւական առումով Սիրանուշ Սահակյանը եւ մյուսները ուրեմն զբաղվում մեր քաղաքական գերիների ճակատագրով։ Ինչ վերաբերում է հանրության, ես կարծում եմ, որ մենք այստեղ մեծագույն պարտք ունենք հանրությունը որպես եւ այդ տեսակետից միասին շարժումը եւ մեր կուսակցությունը հանդես է եկել մի շարք այդպիսի առաջարկություններով հիմա էլ են գտնում, որ անհրաժեշտ է որպեսզի միասնաբար հանդես գանք որպես հանրություն, որպես հասարակական հատված եւ պահանջենք, եթե իշխանությունը դա չի անում, մենք պետք է անենք, դա պետք է անի ինդիմության այն հատվածը, որը որ հիմա խորհրդարանում է, անպայման այս բոլոր հարցերը պետք է դառնան օրակարգային խնդիրներ։ Մենք բավարար է, նորից եմ կրկնում, ընդամենը հանդես գանք բոցավառ ճառերով, այլ իրականում պետք են համապատասխան գործողություններ։ Մեկը առաջարկում էր արդեն զուգահեռ կառավարություն ձևավորել, որը մենք նույնպես ժամանակին առաջարկել էինք եւ պաշտպանում ենք այդ գաղափարը։ Մյուսը կարող է ասել, որ անհրաժեշտ է քաղաքական նոր խորհուրդ ստեղծել կամ հանրային խորհուրդ ստեղծել։ Վերջիվերջով անհրաժեշտ է արդեն ցույց տալ, որ այդ դժգոհությունը ունի արտահայտություն օրինական ձևով, որ կա հանրության այն ուրեմն հատվածը, որը կարող է միասնաբար, անընդհատ ուզում եմ այդ բանը շեշտեմ, միասնաբար կարող է կատարել այդ գործողությունները։ Եվ ամենակարևորը դա չի, որ եթե այսօր չհաջողվեց, ուրեմն դրանով ամեն ինչ ավարտվեց։ Չէ, դա կաթիլ առ կաթիլ, ես վերջերս անդրադարձա իմ գնահատականը տվել էի նախորդ իշխանություններին, որոնք նույնպես ամեն մի այդպիսի ելույթներից կամ այդպիսի հանրության բողոքից հետո հանգիստ շունչ էին քաշում, թե իբր թե պրծանք դրանից, բայց հետո կրկնվում էր եւ ավելի մեծ ալիք էր ստանում։ Հիմա նույնը պետք է լինի։ Այնպես որ ես ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք միասնաբար, նորից եմ կրկնում, ձևավորենք այդ քաղաքական օրակարգը եւ այդ քաղաքական օրակարգի արդյունքում ունենանք գործողություններ։ Պարսակսեն, քանի որ եթերում եք, ուղղակի մի մեջբերում անեմ, հենց հիմա կառավարության նիստի ընթացքում ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Անձնական փորձս ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Ակնհայտ է, խնդիր կա։ Այսինքն հիմա տեսեք, այս նոր ժուլիկություններ էլի, այն ինչ չի կարողանում արտահանել, լավը չի բարձվում։ Ոնց ձեր, այնպես ինչպես տան պայմաններում ձեռք առնել հայ արտադրողին, հայ գործարարին։ Գիտես, լավ հայտնի խոսքը կա, ասում է վատ պարողին ինչն է խանգարում, հիմա Իրանն է։ Այսինքն ինչով ես ուզում արդարացնես, որ չես կարողանում իրացնես, թույլ տաս, հնարավորություն տաս իրացնելու կուտակված 15000 տոննա ձուկը, որովհետև քեզ դուր չի գալիս այդ ձուկը, քեզ դուր չի գալիս, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց դա անհրաժեշտ է։ Այնպես որ, գիտեք ինչ, ես ասում եմ, ես փարիսեություն, այս դեմագոգիան, այս բոլոր ձևով իրեն արդարացնելու, այն էլ շատ պրիմիտիվ ձևով, այսպիսի բան ասելը, պրիմիտիվիզմ չի, ինչ է։ Այսինքն հիմա չկա շուկա, որովհետև շուկան փակվել է, եւ դե ուրեմն ձուկն էլ դե լավ էլի, այնքան էլ մի բան մեծ կորուս չի։ Էլի ինչ է։ Աշխատանքի արդյունք եւ մեծ
գումարների կարիք, որ ժողովուրդը ունի։ Եվ այս պարագայում տեսեք վերջի բանն եմ ուզում ասեմ։ Նույն համաշխարհային բանկը, որը ել եմ կրկնում, միշտ փորձել է ամեն կերպ աջակցել այս իշխանություններին, ասում է, որ ձեր տնտեսական աճը տարվա վերջին լավագույն դեպքում կարող է լինել 5.3%։ Այս այն դեպքում, երբ որ իրենք ուզում էին երկնիշ ունենալ զարգացման ուրեմն այդ ակտիվությունը, բայց հարցը նրանում է, որ այդ 5-ի մեջ ել եմ ուզում կրկնեմ, ընդամենը այս շինարարությունն է, գյուղատնտեսություն արդեն այսօր 16%-ով անկում ունի, այսօրվա դրությամբ, օգոստոս-սեպտեմբերին ավելի է մեծանալու այդ անկումը եւ շինարարության հաշվին ենք մենք ապրելու։ Հիմա ժամանակ է եղել առավոտյան ճաշին, ընթրիքին կարտոֆիլ ենք կերել, հիմա էլ ասում է կարտոֆիլ կերեք։ Խնդրում եմ, էս Դե իրավուսուցիչներից մեկը ասում էր ոչինչ, հիշեցնեմ ինչ էր ասում, գնացեք ես պարտ կարեք հարևանից կամ չգիտեմ ես արեք եւ այլ։ Լավ ծաղրանքի է արժանի արդեն ես ամենը։ Ոնց կարելի է ամեն անգամ մենք անդրադառնանք թե սա ինչ ասեց, ոնց ասեց։ Ել եմ կրկնում, անիմաստ է այդ գործողություն, այդ քայլերը։ Ես ընդհանրապես բոլորին ուրեմն կոչ կանեի, որպեսզի կենտրոնանանք մեր սեփական օրակարգի ձևավորման եւ մեր միասնական գործողություններին։ Այսա է հիմա մեր ամենագլխավոր հարցը։ Պետք է քաղբանտարկյալներին ուրեմն պաշտպանել, պետք է միասնաբար անել։ Պետք չի որ մենակ մի ուժը լավ է, 10 ավելի լավն է։ Բոլորն էլ անհրաժեշտ է որ միասնանան եւ դրա համար պետք է կազմակերպական գործողություններ։ Մի նայեք, մենք այսքան ենք, նրանք այսքան են։ Մենք այսքան փող ունենք, նրանք այդ փողը չունեն։ Եղբայր, այսօր եթե կարողանայիք ձեր ուժերով հաղթեիք, կհաղթեիք։ Դե որ չեք հաղթել, ուրեմն նշանակում է ինչ որ մի բան պակաս է ձեզ։ Եվ պարոն Սարգսյան, եթե դուք կհասկանաք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, խնդրում եմ բացատրեք նաև ինձ եւ լսարանին։ Հայաստանում Կարծում եք ես իրան հասկանում եմ, բթա։ Ես չգիտեմ։ Հայաստանում, որ սոցիալական հարցում անցկացնենք, կարող է պարզվի, որ Հայաստանի տղաների ենթադրենք մի X%-ը ճուտո է։ Մենք հարց չենք տալիս, որտեղից է սա։ Մենք Կիրակի օրերի ամենալավ ժամին դա ցույց ենք տալիս, ասել է Փաշինյանը։ Ստեղծագործականությունը պետք է խթանել եւ երիտասարդության եւ մեծերի շրջանում։ Եվի, այդ երևի իրան պետք է հարցնենք, ասենք, այդ ինչ էիր ուզում ասեիր, ինգեր։ Ասած այդ իմաստը ո՞րն էր։ Ես էլ ոչինչ չհասկացա։ Բոլոր հնարավորություններ ունեմ հասկանալու, բայց այդ չհասկացա։ Ճուտոները ով են։ Դե հիմա ես էլ չեմ կարողանում հասկանամ ինչ է ուզում ասի։ Ասում էլի։ Մի բան ասում է, որպեսզի դուք էլ հիմա կարդաք, ինձ էլ հարց տաք։ Ես կարծում եմ, որ դա երևի էդ է իրենց նպատակը։ Ժողովուրդ ջան, մեզ համար կարևորը դա չի, բավարար է, որ արդեն մենք ամեն ինչ գիտենք։ Ես գիտեմ, որ նա ուզում է օգոստոս ամսին անգամ Մարիամ 170, հա, միլիոն։ 175 միլիոն դրամ պետք է ծախսի, որպեսզի իր վարչապեստ, վարչաբենդ, չգիտեմ, այդ բանը գործողությունը կազմակերպի համերգը Սևանում։ Ինչ ասեմ։ Եթե անընդհատ գնում ես ուրիշներից պարտքես վերցնում։ Հիմա կառավարության մոտ մի շարք մարդիկ կանգնած են գործից զրկված Կարիկ Ծառուկյանի Այո, 10 ձեռնարկություն։ Ձեռնարկությունների աշխատակիցները։ Մյուսները կանգնած են եւ ասում են տնտեսությունը ավիրված է, ոչինչ չեն կարողանում անել։ Որ ինչ անենք, որ հզոր հարկատուն քերթվի 175 Եվ ես ուղղակի ուզում ասեմ, որ սա շատ գիտակցաբար գործողություններ են, որովհետև բոլորս հասկանում ենք, որ մի բանը քանդելուց հետո նորից պահպանել, վերականգնել շատ բարդ է լինելու, առնվազն այդքան ձեռնարկություններ, որոնք հիմա ուղղակի պարապուրտի են ենթարկված, ուրեմն նորից բերել նույն հզորության շատ ավելի բարդ է լինելու եւ դա արվում է իրականում տնտեսությունը քայքայելու համար։ Դուք հասկանում եք, չկա այդպիսի օրինակ, որպեսզի ամբողջ ձեռնարկությունը փակեն եւ ինչ որ գործողություն կատարեն։
Գործողությունը լինելու է միայն թղթային այդպիսի բան, ստուգումներ։ Չգիտեմ, այդ կոմպյուտերում վերցնել, տեսնել, չգիտեմ, այսինչ հարկային ստուգել եւ այլն։ Դա կապ չունի այդ օրվա արտադրանքի ուղղակի դրանց գործողությունների հետ։ Ոչ մի կապ չունի։ Ինքը ուրեմն ձեռնարկությունը պետք է աշխատի այդ օրը։ Սա ուղղակի վնասարարություն է, պարզ եմ ասում։ Եվ նրանք, ովքեր կատարում են այդպիսի երանգները, նույնպես զբաղված են այդ վնասարարությունով, եւ նրանք էլ են դառնում հանցանքից այդ ամենի։ Սա է խնդիրը։ Այսինքն ինչն է նպատակը։ Ինչն է նպատակը այսօրվա իշխանության։ Նորմալ պետություն ստեղծել։ Հա, մի քանի հարցերում ասենք, տեսեք, սրանից էս ենք ուզում վերցնենք, նրանից էս ենք ուզում վերցնենք, որոնք որ իրականում հավանաբար ունեն հիմքեր, որ ժամանակին եղել են շատ լուրջ, ուրեմն այդպիսի գործողություններ, որոնք թույլ են տվել, որ մարդը ունենա, չգիտեմ, այսքան բնակարան կամ էս ինչքան էս ինչ եւ այլ եւ այլ։ Բայց դա դրանով չես կարող պետության հարցերը կարգավորես միայն։ Հա, կարող է մի մասը ժողովրդի ուրախանա, թե հա, այս ինչ լավ է, որ նրանցից ծերսեցին։ Բայց դա էլի նորից միայն օրենքի սահմաններում պետք է արվի։ Դրա համար մենք ասում ենք, այդպես միայն որովհետև դուք վրեժ ունեք այս ինչի նկատմամբ կամ հաշվի արդար եք տեսնում, այդպես պետության ղեկավարը դրանով չի կարող զբաղվել։